երկրում երևի չկա ընկերություն, չկա ընտանիք, չկա միջավայր, որտեղ թշնամություն մտցված չլինի։ Սա այսպես է, էլի, այսինքն որդին հոր դեմ է դուրս եկել, եղբայրը եղբոր դեմ, հազար տարվա ընկերություններ են քանդվել, ու այս ամեն ինչը այս քաղաքական իրավիճակի ու թույլ տվեք ասել նաև իշխանության թելադրած այսպես վարքականոնի հետևանքն է, որտեղ ատելություն, ղժղժոց, աղմուկ չի կարող այս ամեն ինչը մարդու այսպես հոգեբանության վրա չանդառնալ։ Հիմա ենթադրենք դուք վաղը դառնում եք Հայաստանի վարչապետ։ Ես ուզում եմ հասկանալ, ձեր մոտ ո՞նց է ստացվելու այդ ներհասարակական բարիերների, խրամատների քանդումը, ինչ-որ այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ որ որոշակի համերաշխություն կլինի, որտեղ հիմա շատ մարդիկ օրինակ, որոնք որ չգիտեմ 10, 19, 20 թվականին օրինակ մասնակցել են իշխանության միջոցառումներին կամ աջակցել են հեղափոխությանը, կարող է իրենց մտքում անցնեն ասեն, որ այ եթե եկավ ոչ Նիկոլ Փաշինյանի պես մի ուժ կամ ոչ Նիկոլ Փաշինյանը, մեզնից կարող են վրեժխնդիր լինել բոլոր մակարդակներում։ Խոսքը չի վերաբերում նա, որ իշխանությունը հանձնարարական տա վրեժխնդիր լինելու, բայց այն 18 թվականին ում որ իրենք նեղացել են, նրանք վրեժխնդիր լինեն, ընկերը, չգիտեմ, բարեկամը, մյուսը եւ այլն։ Ինչպես է պատկերացնում այդ ներհասարական մթնոլորտը։ Նայեք, դա այս իշխանության նարատիվներն են։ Չունենալով ուրիշ հնարավորություններ կառավարելու երկիրը, իրենք ստեղծեցին քաոս երկրում, որպեսզի դրանով կառավարեն երկիրը, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ քաոսը հեշտ է կառավարվում։ Քաոսի ժամանակ մարդիկ իրար հետ չեն համախմբում, բոլորը բոլորին դեմ են։ Եվ հիմա մենք մեր հասարակության մեջ ունենք այդ պատկերը։ Դա այդ հարցում դուք էլ եք մեզ օգնելու։ Դա մենք շատ արագ ենք պարտավոր անենք։ Մեզ համար դրա համար հայտարարում ենք, որ Հայաստանը մենք պետք է դարձնենք բոլոր հայերի անվտանգ տունը, որ նույն ՔՊԱ-ականները, ովքեր այսօր նույնիսկ աջակցում են Փաշինյանին, իրենք վստահ լինեն, որ մենք ոչ մի հարցում վրեժխնդիր չենք լինելու։ Ընդամենը 4.5 մարդ են մնացել, ովքեր այսօր տանում են մեր երկիրը կործանման։ Մնացած մոլորված, խաբված մարդիկ իրենք մեր հայրենակիցներն են։ Ոչ մեկին ես նույնիսկ կարող եմ հայտարարել, որ այն ՔՊԱ-ականները, ովքեր զբաղեցնում են պաշտոններ իշխանության մեջ, բարեխիղճ կատարել են իրենց գործը, մաքուր ձեռքեր ունեն, պրոֆեսիոնալ են, բոլորը աշխատելու են միգուցե ավելի լավ պաշտոններում։ Խոսքը ամբողջ ՔՊԱ-ականների մասին չի, կամ մյուս կուսակցականների։ Խոսքը մեր երկրին ամեն օր վնաս տվող մարդկանց մասին է։ Մեր երկիրը անդունդի եզրին կանգնեցրած մարդկանց մասին է։ Իսկ դրանք շատ քիչ են։ Այն փոքրիկ խմբակը, որ մենք ասում ենք, դուք չեք պատկերացնում ինչքան է փոքրացել։ Ու ամեն օր ավելի է փոքրանում։ Մինչև հասնենք ընտրություններ, ես հույս ունեմ կմնա մենակ Փաշինյանը։ Դե հույս ունեի, որ խելքը գլուխը կհավաքի, իմ աշխատավարձը փոխանցեմ իրեն ու իրեն չէ վարչապետին, բայց երեկվանից փոշմանել եմ արդեն, չեմ փոխանցել։